խոսենք վախի և զարմանքի մասին։ Իսկ դու գիտեք ինչ է վախը։ Ինչ է, ով կասի, Ռուզ, ինչ է վախը։ Վախենալու բան։ Վախենալու բան։ Սկսենք Դավիթից։ Դավիթ, դու ինչից ես վախենում։ Ի՞նչն է քեզ համար վախենալու։ Ես մեկի բանից չեմ վախենում։ Ոչ մի բանից չես վախենում։ Հիմա որ օրինակ մեծ Ես վախենում չեմ վախենում։ Ինչից ես վախենում, չէ, ոչ թե ինչից ես վախենում, այլ ինչից ես վախենում։ Ինչ լինի, որ դու կվախենաս։ Չէ։ Ես դինոզավրերով ու չէի վախենում։ Դինոզավրերից ես վախենում։ Իսկ ով վախենում ես դեմքդ ո՞նց է լինում, հենց ցույց տուր, դեմքով ցույց տուր ով վախենում։ Ահա, իսկ ինչից ես զարմանում ես։ Տեսնես, որ կզարմանաս։ Օրինակ, որ գնաս տուն, տեսնես մաման քո։ Իսկ փագրը քեզ ի՞նչ կանեցի։ Հələ ցույց տուր դե։ Իսկ ո՞նց ես զարմանում։ Զարմացած դեմք ցույց տուր։ Ապրես։ Իսկ դու առյուծ տեսել ես, դու գնացել ես կենդանաբանական այգի տեսել ես, իսկ ինչքան մեծ էր առյուծը, հələ ցույց տուր։ Այսքան, ըհը։ Գողերից, իսկ ինչ կանեն գողերը քեզ։ Գողերից Կբռնեն, ո՞նց ես վախենում, հələ ցույց տուր։ Իսկ ինչից ես զարմանում, Ռուզան։ Ես զարմանում եմ պրինցեսաներից և բարգներից և բանուսխալիներից։ Դու զարմանում ես իրենց վրա, իսկ ո՞նց ես զարմանում, հələ դեմքով ցույց տուր։ Ինչ կանի քեզ վագր, Արտուր ջան։ Կկծի, ահա։ Վախը այդքան է բազմանում, որովհետև երբ որ մենք վախենում ենք, տեսեք, ես վախենում եմ բարձրությունից, ես չեմ մոտենա պատուհանին, որ չկրեմ, չէ։ Երբեմն մեր վախերը մեզ պաշտպանում են, բայց դրանք պիտի այդքան շատ չլինեն ու անընդհատ մեզ հետ չլինեն, չէ։ Հիմա, որպեսզի մենք մեր վախերից ազատվենք, դինոզավրերից, շներից, մթությունից և այլն, հիմա չելու ենք մի քիչ, ենթադրելու ենք, որ դա մեր վախն է, չէ, մեծացնելու ենք ու տրաքացնենք, որ այդ վախը չլինի, համաձայնեք։ Այո, բայց այ որ բոլորն են վախենում, այդ բոլորի ռեակցիաները նայի։